Գյումրու նորընտիր Աբագանին այսօր գումարեց Անդրանիկ նիստը։ Մինչ նիստի մեկնարկը մարտի 30-ի ընտրություններում ամենաշատ քվեներ ստացած քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանն առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, չեն մասնակցելու նիստին, պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին եւ առաջնորդվելով հենց այս գաղափարով հայտարարում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների եւ դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավականու առաջին նիստին չի մասնակցելու։ Գյումրու ապագայով մտահոգ ավականու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը եւ չստվերել Գյումրու ապագան։ Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է։ Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք։ Սա չի բխում գյումրեցու շահից։ Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից։ Նիստը մեկնարկեց ավագանու 18 անդամների մասնակցությամբ։ Քաղաքացիական պայմանագրի 14 ավագանիներից բացի ներկա չէր նաև մեր քաղաքը դաշինքից Կարեն Գրիգորյանը, ավագանու մանդատը վայր դրած Մարտուն Գրիգորյանի որդին։ Նիստը վարելու պարտավորությունը տարիքով ավագը լինելու բերումով 64-ամյա Վարդան Ղուկասյանինն էր։ Ամբողջ կյանքս միշտ փոքր էի, իմին օր մեծացել եմ, միշտ մեծերի հետ եմ ընկերություն արել, հիմա տեսնում ես ամենամեծը ես դարձա, Աստված։ Մի վարկյան մի հատ անասա։ Ես առաջարկում եմ հայրմերով սկսենք։ Ոտքի կանգնենք հայրմերն ասենք, որ Աստված մեզ իմացություն ու խելք ու շնորհ տա։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ հերկինքս ես։ Կոմունիստական կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրեց Վարդան Ղուկասյանին։ Ընտրությունների արդյունքում մանդատներ ստացած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները վերահաստատեցին կքվեարկեն նրա օգտին։ Ղուկասյանն էլ մինչև ընտրությունը ելույթով հանդես եկավ։ Ձեր վստահությունը կտեսնեք ժողովրդի եւ ձեր վստահությունը երբեք չեք հանգարց ամաչի իմ փոխարեն։ Քվեարկությունը բաց էր, Ղուկասյանը հետևեց, ներկաներից բոլորը քվեարկեցին, 18 կողմ 0 դեմ, իսկ ավարտից հետո կեսկատակ զգուշացրեց, ուշադիր լինել քվեաթերթիկները չգողանան։ Ծոցը չգողել։ Մտքով ուղեղով որ մտածեի, ավելի լավ է ես ինչ որ միտեղ այս վերջի 10 տարին ինչքան որ Աստված ինձ կյանք պիտի տա, ես ավելի հանգիստ կաբրեի։ Եվ իմ ընտանիքի հետ ես խռով եմ, գիտենաք, մինչև այսօր։ Որովհետև իմ մարմնի հետ է կապված եղել ամեն ինչ, 5 հատ փամփուշտ իմ մարմնի մեջ է, քաղաքապետ աշխատելու ժամանակահատվածում, որովհետև ես ճշմարտությունն էի պահում, ես անձնական ոչ մեկ այդ խնդիր չեմ ունեցել, միայն քաղաքական պատվեր է եղել այդ ամեն ինչը, ճշմարտությամբ, զգաստությամբ կանցկացնենք այս ամեն ինչը, ու բյուջեն ավելացնելու ենք, խոսք եմ տալիս կտեսնենք։ Վարդան Ղուկասյանը պաշտոնը երդմամբ կստանձնի ապրիլի 19-ին, թե որն է լինելու իր առաջին քայլը, ասաց, կադրային ջարդ չի անելու, բարձրացնելու է աշխատավարձերը։ Լրագրողներից մեկի հարցին, թե համապատասխան քվեներ ապահովելու համար ամեն անգամ Մարտուն Գրիգորյանի դուռն է թակելու, Ղուկասյանը պատասխանեց. Ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կարգը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուր չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուր գնում եմ միանշանակ։ Նորընտիր քաղաքապետը նաև գլոբալ քաղաքական հարցերին անդրադարձավ, չբացառեց, որ եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, իրեն կանչեն ու խնդրեն դառնալ վարչապետի թեկնածու, 2026-ի ընտրություններում կառաջադրի թեկնածությունը։ Լրագրողներից մեկը նաև հետաքրքրվեց կոմունիստական կուսակցության ցուցակով քաղաքապետ ընտրված Ղուկասյանը ինչ կարծիք ունի Ռուսաստանի հետ միութենական պետության կազմում ընդգրկվելուն, ասաց կողմ է Բելարուսի սկզբունքով։ Ես գիտեմ, որ մեր մեծերը բոլորը Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է օրհնվի այն Սահակը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ։ Գյումրու Աբագանու հաջորդ նիստը մայիսի 2-ին է։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։